Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողներին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների հայտարարագրերը։ Այսօր ուսումնասիրել ենք ԿՊԱ-ական падգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ նրա կնոջ Նաիրա Հակոբյանի 2023 թվականի հայտարարագրերը։ Որպես անշարժ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանի կենտրոն վարչական շրջանում, որը նա գնել է 2009 թվականի սեպտեմբերի 21-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա ԿՊԱ-ական падգամավորն ի սկզբանե չի հայտարարագրել, սակայն տարվա ընթացքում ձեռք է բերել 2011 թվականի արտադրության Toyota Magnishի ավտոմեքենա, որին տիրապետում է 90 օրից ավելի։ Սերգեյ Բագրատյանը 150 միլիոն դրամ փոխառություն է հանձնել իր որդուն Բագրատ Բագրատյանին, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ ԿՊԱ-ական падգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 միլիոն 687 754, տարեվերջին 2 միլիոն 865 198 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։ Բագրատյանի տարեկան եկամուտները կազմել են 10 միլիոն 937 032 դրամ, որից 10 միլիոն 628 532 դրամը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովից, իսկ 42 500 դրամը Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանից ստացած աշխատավարձն է։ Իսկ 266 000-ը նա ստացել է կրթական միջազգային կենտրոնից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերի արդյունքում։ Վերջինս 100% բաժնեմաս է հայտարարագրել Սերգեյ Group SP-ում, 1,98% բաժնեմաս էլ BSP SP-ում, որոնք հանձնել է հավատարմագրային կառավարման։ Ի տարբերություն իր ամուսնու բավականին համեստ ունեցվածքի, Բագրատյանի կինը անհամեմատ ավելի հարուստ է։ Վերջինս ունի թվով 10 անշարժ գույք, 4 բնակարան, 2 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն, 1 առանձնատուն եւ 1 անավարտ կիսակառույց, որոնց հիմնական մասին տիրապետում է միանձնյա, որոշներին էլ համատեղ սեփականությամբ։ Անշարժ գույքի հիմնական մասը գտնվում է Երևանում, որոշներն էլ Արարատի եւ Վայոց ձորի մարզերում։ Հատկանշական է նաեւ, որ հայտարարագրված 10 անշարժ գույքից 8-ը Նաիրա Հակոբյանը գնել կամ ժառանգություն է ստացել 2018-ի իշխանափոխությունից հետո եւ միայն 2-ը նախքան 2018 թվականը։ Բացի այդ, նա 2023 թվականի ընթացքում ձեռք է բերել 2 հողամաս Արարատի մարզի Մասիս համայնքում, յուրաքանչյուրը 2 միլիոն 500 000 դրամ արժեքով։ Տարեվերջին Նաիրա Հակոբյանի 12 անուն անշարժ գույքն էլ նույնությամբ պահպանվել է։ Շարժական գույքի բաժնում Հակոբյանը 2023 սկզբին հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ 1998 եւ 2008 թվականի արտադրության Mercedes-Benz, գնված 2022-ի ապրիլի 19-ին եւ մայիսի 24-ին, ինչպես նաեւ 2011 թվականի արտադրության Nissan Magnishի ավտոմեքենա։ Նա 2023-ի ընթացքում 8 միլիոն դրամով ձեռք է բերել 2016 թվականի արտադրության Mercedes-Benz Magnishի մեքենան, փոխարենը վաճառելով իր 2008 թվականի արտադրության Mercedes-ը։ Նաիրա Հակոբյանը 25 000 դրամ արժեքով 2 եւ 5 000 դրամ արժեքով եւս մեկ բաժնեմաս է հայտարարագրել, իսկ թե որ ընկերություններում չի նշվում։ Բաժնեմասերը տարեվերջին նույնությամբ պահպանվել են։ Падգամավորի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 542 105,75 դրամ եւ 27 000 $, տարեվերջին 1 միլիոն 667 066 դրամ եւ 34 000 $։ Կանխիկ դրամական միջոցներ վերջինս չի հայտարարագրել։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 24 միլիոն 412 808 դրամ, որից 7 միլիոն 412 773 դրամը գիտակրթական միջազգային կենտրոնից ստացած աշխատավարձն է։ 6 միլիոն 500 000 դրամը մեքենան օտարելու եկամուտը, 4 միլիոն 500 000 դրամը Arion Tour SP-ից ստացած աշխատավարձ է, 2 միլիոն 381 468 դրամը նույն ընկերությունից քաղաքական պայմանագրով ստացած եկամուտը։ Բացի այդ, նա 2 միլիոն 185 833 դրամ աշխատավարձ է ստացել Հայ-ռուսական համալսարանից, 1 միլիոն 188 892 դրամ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, 42 500 դրամ Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանից, 183 640 դրամ ԵՊՀ-ից, եւս 17 700 դրամ ԿԳՄՍՆ-ի բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից քաղաքական պայմանագրով։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 միլիոն 572 529 դրամ։ Վերջինս իր եկամուտներից 5 միլիոն 421 737 դրամը հատկացրել է վարկի մարման ուղղված վճարումներին։